եթե դուք տեսաք, մեր կարգախոսը այսօր մենք այս համաժողովրդական միջոցառումներին մասնակցեցինք հիշողությունը չես ջնջի կարգախոսով, որովհետև այ հիշողության վրա է, որ իրենք փորձում են հիմա կատարել ոտնձգություն, դրվում են հարցեր, տարօրինակ ակնարկներ, այն բանի մասին, թե արդյոք եղել է ցեղասպանություն, կամ արդյոք դա կարելի է կոչել ցեղասպանություն, կամ մի հատ հələ պետք է ուսումնասիրել ինչ է տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Այսա մենք, հա? Օրակարգ երբ բերվեց, հա, դա համարյա արդեն ներկայացնում են հայոց ցեղասպանության հարցը որպես ինչ-որ կայսրական մի բանի քարոզչության մի մոդել եւ այլն եւ այլն։ Այսինքն սա, չէ, մի հատ ավարտեմ, հետո հարցերը կտակ։ Այսինքն սա արդեն մեզ համար անհանդուրժելի է, որովհետեւ հիշողությունը մենք ոչ մեկին թույլ չենք տա ջնջել, իսկ այսօրվա իշխանությունները ցավոք սրտի զբաղված են հենց դրանով, կրկնելով մոտավորապես բոլշևիկների 20-ականների 30-ական թվականների քաղաքականությունը, որտեղ ուղղակի փորձում էին հայ ժողովրդին զրկել այդ հիշողությունից, այդ աղետալի ողբերգական ահավոր ժամանակների մասին։ Այ մենք ես այս կապակցությամբ ուզում եմ պատմեմ մի էպիզոդ 1995 թվականին կարծեմ 96-ին Ստամբուլում էինք, կարծեմ բանը Սևծովյան միջազգային այդ կոնֆերանսի մասնակից էինք եւ այդ ժամանակ ուրեմն ադրբեջանցիները այդ Բոսֆորի Դարդանելի նեղուցում նավերով անցնում էին եւ հայկական դրոշ էին վառում։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, ես կարծում եմ, որ դրոշ ես վառում, դա ավելի շատ ցավոք սրտի պարտության նվաստացման եւ թուլության հետևանք է։ Ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը։ Ես նոր բացատրեցի, որովհետեւ վառում են, երբ որ դու ես հաղթանակած։ Այսինքն դաշնակցությունը այն ինչ որ արել է տարիներ Ես չեմ ցանկանում հիմա գնահատական տալ, ես ասում եմ ընդամենը, ես կգերադասեի մի իրավիճակ, որ մենք լինենք դրության տերը եւ վառեն մեր դրոշը։